Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն տեսնում եք, այսօրվա հոլովակը ես ու Արփիս ենք նկարահանելու եւ նկարահանվելու։ Իրանց այգում ենք գտնվում ու ինչ գործ ենք անելու, Արփի ջան։ Սխտորի միջուկներն ենք հանելու ու թթու դնելու։ Ովքեր սխտոր են սիրում, հիմա ասեցին, վախ, այդ ինչ լավ գործ եք, ովքեր էլ չեն սիրում, սկսեցին ֆուֆու անելը, ճաշակին ընկեր չկա։ Գիտեմ, ոնց են հանում սխտորի միջուկը։ Ես մի հատ հանիլ դեմ դու էլ հետս էլի։ Իմիջայլոց Արփին է արդեն դպրոցը ավարտել է, դասարանով գնացել են էքսկուրսիա, Վերդի եք գնացել։ Երևան։ Վերդի։ Տարերի պուրակը, Աստղադիտարան։ Լավ, ման են եկել, տարին փակել, սպասում ենք հաջորդ ուս տարվան։ Դե ինչ, մենք գնանք ու կարծում եմ լիքը մարդկանց մոտ էլ հիշողություններ կարտնացնենք։ Գնացինք, ձեզ բարի դիտում, մեզ էլ ղոչաղ գործ անել, գնացինք։ Սիրելի հետևորդներ, օրը արդեն երեկո է, համարյա թե մութն ընկնելու վրա է, աշխատանքային օրը, աշխատանքից եկել եմ ու ես անցել ենք այսպիսի գործի։ Շուշանի ծաղիկնին է, տարբեր, սխտորն էլ էսա, թե ինչպես ենք միջուկը հանում ու ինչպես ենք թթու դնում, ովքեր գիտեն, լավավոր գիտեն, ովքեր էլ չգիտեն, նայեք ու տեսեք ոնց է կատարվում։ Առաջացանք, նախ ցույց տամ ձեզ սխտորի միջուկները։ Ժողովուրդ, սխտորի միջուկները սրանք է, այ սրանք, տեսեք։ Այ այսպես։ Սխտորը ցանում են հիմնականում աշնանը, ովքեր էլ ուշանում են, ցանում են գարնանը։ Ասեմ, որ գարնան ցանած սխտորը լինում է սոխի նման գլուխներով, այ այսպես գլուխներ է տալիս։ Իսկ աշնանը ցանածը, ինչպես գիտեք, ատամիկներով մեծ գլուխներ է դառնում, ատամիկներից կազմված գլուխներ է տալիս։ Հիմա այս սեզոնին սա աշնանը ցանած սխտորն է ու հիմա արդեն ամառը, իհարկե շատերի մոտ երևի թե ժամանակն անցել է արդեն, այ այսպես խորքից բռնում ենք, Արփի ջան, ու քաշում ենք, կամ պոկվում է, կամ ձգվում է, երկարում է։ Այդ մեկ, այդ երկուս, ու այ այդպես մի գրաղեն անիլով քինա մատաղ մնավը ճիզուր։ Սիրելի հետևորդներ, ինչու են միջուկները պոկում են, որ լավ գլուխ տա։ Եթե այսպես միջուկները մնում ավրյան, գլուխը փոքր է մնում։ Իսկ որ սա պոկում ենք, ավելի ճիշտ էսպես ասեմ, եթե սա մնում է, սխտորը իր հասունացման, մեծացման ուժը տալիս է սրան, ու սա է մեծանում, հաստանում։ Իսկ մեզ, հա, դες ինչ լավն է մատաղ։ Իսկ մեզ ինչա պետք, որ սխտորի գլուխը մեծ լինի, դրա համար սրանք, որ պոկում ենք, արդեն հույսը կտրում է իր վերևի մասին ուժ տալուց ու ներքևի արմատների վրա է գնում իր ամբողջ ծնուցումն ու լավ մեծ գլուխ է տալի։ Բայց ինչքան էլ չսիրենք կամ ինչքան էլ խուսափենք սխտոր ուտելուց, ուտեստներ կան, ժողովուրդ, որ առանց սխտոր ավելի լավ է չուտել, օրինակ խաշը։ Մարդկա ասում է սխտորով չեմ սիրում, բայց առանց սխտոր, չգիտեմ, ոնց որ էլի ճաշակի հարց է, բայց սխտորը ամեն համ ու հոտ տեղն է բերում։ Ապի ջան, կարաս ստիլս։ Միշտ պապան ասում է պետք է սխտոր մածուն լի։ Փիփորդ, հա, մոտեղ, փիփորդ, բանջար, թելուկ, աղցան։ Չեմ սիրում։ Ավելուկ, սխտոր չես սիրում, խաշ ես ուտում, բայց դու։ Հա, խաշին էլ չես գցեմ։ Համով աշատ, մի հետ կփորձես։ Մի կուջուր կփորձես մի հետ։ Մի հետ իկրան Սեմթել ունի, սեմթ, որ սեմթին քաշում ես, լավ էլ դուրս է գալի։ Ահա, ճորրոտ, իմ չես թե Վերդի անա դուսկյալի։ Հա, լավ, ատնում ես մոտեղ։ Հոտն էլ դե մի տարի ամուսնուս հորեղբարը մի տարի ամուսնուս հորեղբայրը Ռուսաստանից եկել էր, ինքը խոհանոցի հետ սեր ունի ու համով բաներ է սարքում, են ինչ էր սարքել սխտորով, չեմ հիշում ինչ սարքեց սխտորով, բայց երկու լավ ատամիկ սխտոր ավելացրեց, են որ ասում են խել քնդի սխտոր ինքին էր, բայց չէ մոտող տոլմի սխտոր չեն ավելացնում,
ու արդեն պատրաստ լինելուց հետո ասեց մոռացել էի, որ ստեղի ամեն ինչը կանաչեղենը շատ սուր համ ու հոտ ունեն, շատ համով են ու ոնց որ ընդեղ ենք օգտագործում, մի ամբողջական գլուխ էլ գցենք, այդքան էլ համը չի տալիս, նույնն էլ էստեղ արեցի, բայց պարզվեց, որ մի քիչ շատ էր։ Հա, հենց հարակապ չի վեճորերիդ մատաղ։ Սխտորի արանքում էլ լիքը կանաչիններ կա, համեմ ավելի շատ, այս կողքին էլ կա ցանած, համատաղ, ծաղկել էլ արդեն համեմը, ինքն իրանով, որ չես քաղում ու վայ խորալի ենք ասում, որ չենք ցանում ու դուրս ա գալիս, դրան ասում ենք խորալի կամ անցած տարվա մի խոսքով, որը որ չենք ցանում կամ չենք քաղում ու այդպես մեծանում է, ինքը ծաղկում, սերմա տալիս, սերմը թափվում, մյուս տարի նույն տեղը դուրս գալի։ Մինչև այդ տարվա ցանածը դուրս գալը, անցած տարվա ինքն իրանով ցանված ու դուրս եկածն օգտագործում ենք մինչևը։ Արփի ջան, հլոտս ինչքան էր, ըշթայ, իսկականն է։ Իմիջայլոտ ժողովուրդ ճիշտ է արդեն ամառը, ասում են ամառը խաշ չեն ուտի, բայց սարում տո ամառն էլ կուտեն, տո տարվա բոլոր եղանակներին կուտեն, որովհետև սարում այդքան շոկ չի լինում ու կարողանում ես ուտել, վայելել։ Խաշ ունեմ, քանի տարեկանը լրացել չի այդ խաշի, սառցարանում դրված խաշ ունեմ ու ամեն անգամ ասում եմ, այս շաբաթ կիրակի գնանք սարում մնանք, իրիկունվանից դնենք կրակին, համ մի հատ համով հոտով վլոգ նկարենք, երկու նվագը տեղը, համել այդ խաշը կեփենք կուտենք, որովհետև աշխատանքային օրերին չենք հասցնի, խաշը նախորոք պիտի եփես ու այդ ամբողջ օրն էլ նվիրես խաշին, որովհետև չես կարա խաշնուտս ու միտեղ քինաս կամ համ ուտում են, համ խմում են, համ սխտոր են օգտագործում, խաշկերածի կողքին նստվում չէ բոլորը պիտի քաղենք նանջան, էրնակ քինաս է մի տազիկն էլ պիրես, կանաչ տամուդաս Բայց պետք է լպենանք։ Հա, ստիդյար, ես էլ ես։ Մի հոլովակում, երևի անցած տարվա հոլովակներից մեկում մայրիկիս այգում վարունգ եմ քաղում, ասում եմ ամենահամովը գիտեք որնա, որ կսում ես այս հենց կողքդ ուտում, կողքի գյուղից մեկը մի երեխայի մայրիկ տեսավ, ասեց Գոհար ջան գիտես չէ այդ վիդեոից հետո ինչքան չափարից բան եմ քաղում բերում տուն երեխեն ասում է մի լվացի, Գոհարն ասում է կսում ես կողքդ ուտում։ Ուզում եմ ասեմ, այս ասելուս իմաստը այն է, որ մեր այգունը ոչ սրսկած է, ոչ թունաքիմիկատներ է օգտագործված, բնական։ Բահամ է մի հոտը, մենք ասում ենք կինձը, ես էլ արնան ջան։ Մամային էղոլն էլ սխտոր ունի, գիմ չեմն էլ հանանք, քանի հանում ենք հանում։ Ասի ոչ ձեր նկարահանման մարհանեցիք, գործս կիսատ բրախեցիք, քինենք տնանք։ Կարտոֆիլն էլ արդեն երկրորդ թող են արածա ու լավ վիճակում է, այգիները մեր այս գյուղերում լավ վիճակում են, որովհետև դեռ այս կողմերում կարկուտը հարամ չի արել գյուղացու աշխատանքը, եթե այսպես մնա և ծառերը բերք կտան, և հողը բերք կտա ու լավ արդյունք կունենանք։ Լոբին էլ արդեն փայտերը տված, ոչ ես ինչ արի։ Մենք ասում ենք սարին տված ժողովուրդ, մի մեկնաբանությունում անցած տարի մեկը գրել էր Գոհար ջան, որ ասել են սարի լոբի, գիտացել չեմ, որ այդ փետ տված լոբին է սարին, գիտացել եմ, թե որ սարում աճում էտ ասարի լոբին, բայց այդ չի, կա գետնի լոբի ու սարու լոբի, գետնինը փայտ չեն տալիս, ինքը իրանով կարճ ամնում ու այդպես է բերք տալիս, իսկ սարու լոբին այդպես բարձրանում ավելի շատ է բռնում։ Արփի, հոգնել է նստել, արփին նստի, մինչև ես հլաստեղի սխտորն էլ տնամ, երկու տեղ սխտոր ուներ հարսիկին, երևի տարբեր ժամանակների ցանված են, բայց սրանց միջուկներն էլ է հանելու, եսա հլա փորձեմ տնամ, ես էր ավելի հասուն, թե են մյուսը։
Փորձենք։ Խինան ջան։ Հոգնել ես։ Դու հանգստացի։ Սրանք հրես նոր են միջուկ տալի։ Բայց մի երկու հատը երևի ուշ ատյուս եկել նորա միջուկ տալի։ Տհե։ Համել ձերի հետել ասեմ, որ գյուղացու գործը պրծնամ չի, ուզմա ամար լինի, ուզմա ձմեր լինի, տարվա ինչ եղանակ ուզմա լինի, գյուղացուն գործ ունի անելու։ Թե այգում, թե անասնապահությամբ զբաղվող մարդիկ գոմում, կլոր տարին։ Եթե ամառը շատերը գնում են ծով հանգստանալու, դե նա տենում եք իմ հոլովակները։ Իմ սկեսուրանք գնում են սար, էլի աշխատելու, որ տարվային մնացած մասը կարան ծերին հասցնեն։ Տարբերությունը այ այդպիսի բաներում ա կայանում։ Բացերինս էլ վկցեցի երեսին։ Բաս։ Երկու այսքան էլ դեռ կքաղեմ ես մի թփից, ես մի ցանքսից, գնամ էդ էլ քաղեմ ու այդքան ձեր գլուխը չտանեմ։ Տքոր կնիկն էլ լինը կոփեմ պիրած, համեց է կոփ հեղմնք։ Սորի մի հետի դիերել եմ, բայց վրես վր ունաս, տազիկնի նեղոլնա կպիրենք ետով։ Հա չէ կարեմ ամ, բուղք, ալա դուշկեք էլ ունանք։ Բախի չի եկավ են աղջիկը։ Ես էլ մեր այսօրվա բերք։ Արևում, արևում։ Ժողովուրդ քաղեցինք, եկանք տուն։ Արդեն հետոյի ստեղի հոլովակնին խոհանոցն էլ դրսում կտնակ, Շուշանին դրսում ունի ամառային պահածոններ սարքելու համար հատուկ խոհանոց բացոցյա։ Բայց քանի որ բզարելինք եկանք տուն, իհարկե դրսում էլ տեսակ սուրճ խմեցինք, դնջացանք ու նոր։ Ոնց ենք ընտրում այս սխտորնին, որ թթուն պատրաստենք։ Տեսեք, մի հետ մոտիկից ցույց տամ, էլի կարող է վաբշե մարդ լիվեր չի տեսել սրանից։ Այս կողմից հաստը սկսվում է, ստեղից ենք պոկում։ Այսպես գալիս է, այս ծայրի մասում տեսեք, ստեղից ինքը սերմ է տալիս։ Այս մասից կտրում ենք, այս մասը հեռացնամ, ծերի մասը հեռացնամ։ Այս մնացած մասերն էլ արդեն ըստ ճաշակի, ով ինչ չափիկ ուզի, ուզում եք առանց կտրիլ թութրեք, ուզում եք այսպիսի չափ տվեք, ափսեյով մեկ։ Ու այսքանը հնդրում ենք, որ լվանանք, նոր արդեն սարքիլ դենք թթուն։ Շատ լավ զակուսկի է, իհարկե սխտոր սիրողների համար, նամանավանդ խաշի հետ, ընտիրա։ Լիքը հիվանդությունների օգուտ է, պլյուս, որ չեն ուզում գրիպ ընգնեն, տանը ստեղ ընդեղ սխտոր են դնում, չեզոքացնում է։ Լեյդի գյանագնիլի հենց դողկմա, բայց ամլիկա հենց չի վր կոշտա, սել լվացած սխտորը, ջուրն էլ արդեն երմա, լեցնում ենք երման ջրի մեջ,
Շատ քիչ ենք խաշելու ժողովուրդ։ Ու եթե ջուրը լավ տաք չի, գոնե կափարի չփակեցեք, որ գույնը վրան խաշվի։ Ոնց որ ցանկացած բանջարեղեն, էլի։ Եթե հով ջրի մեջ ենք լցնում, ինքը սևանում է, գեշանը, այնպես որ մի քիչ եմ կարամ լցնել, բա չռոցդ կտրի է։ Մի քիչ լցնեմ, որ ջրից դուրս չմնա ու սևանա։ Սյուրուն կանանչա, սյուրուն։ Պետք է որ լավ լինի։ Սիրելի հետևորդներ, այնքան եփում ենք, որ այսպես ընդամենը այնից կոտկինազոխի թթվի նման եղունգդ կտրի իրան։ Դրանից շատ հետո արդեն ուտելիս համով չի լինում, լղկմա։ Երման ջրից հանում ենք ու լցնում ենք սառը ջրի մեջ, որ իր այդ կծվությունը, այդքան սուր, համերը գոնե այդքան ջրի մեջ գնա ու հետո ուտելը ավելի հաճելի լինի։ Վերջապես սարքեցինք տժվժիկը, սորսաղորն է սխտորի գլխով պտտում ենք։ Խաշած սխտորը արդեն ասեցի, ոնց խաշած, որ եղունգը այսպես կտրի իրան։ Լցնում ենք այն տարայի մեջ, որտեղ որ պիտի արդեն թթուն դնենք։ Ու կարակ նաև բանկեք շարեք։ Պահածոյացնում են, բայց դե, ամեն սեզոնին իրան թթուն ուտես, այ քեզ պահածոյացնում։ Մնակ երևի կաղան բնավոր կլոր տարին, դնում ենք պարտադի։ Լավ, սեղմենք։ Կողքիս կաղնովել չդի սորսաղոր։ Ախորժա բեր հոտ ունի դեմբի, բայց ով ինչ ուզմասի։ Աղաջուրն էլ սարքում ենք, մենք հիմնականում սարքում ենք միլիտրին մի լավ ճաշի գտալ աղ։ Էս էլ բացառություն չի։ Պանրի աղաջուրի մասին չի էլի, խոսքը պանրինը թունդ ենք բռնում, իսկ այս ձև թթուներինը, մարինատներինը այսպես, խճի մի վեդրա թթու դեռև, 2-3 օրից թթված է։ Շուշքարդ եմ դնիլ ռիսին։ Ես էլ արդեն պատրաստի աղաջուրը, լցնում եմ վրեն, մի հատ էլ դեմ սարքիլ դրա համար, ես լցրինք, հա, հլա չի երևում, մի հատ էլ 2 լիտր ու պատրաստ է։ Վայ, միջնա տարեր ես բենը, մի քիչ էլ դեմ շինել։ Ահա, զորով իրեսն ինգև, դե լավա։ Ամանն էլ վրեն թարսած, մի թիթև ծանրություն էլ դնում ենք, թիթև ծանրություն, ենքան որ ջրի երեսի չգնի, սխտորը կապարիչն էլ պինդ, պագամ ու 2 օր մտրներից սկիցեմ, բայց 2 օր, որ մի քանի օր մտրներից սկիցենք, ես տակ օրերին, բես դենկանիլ ու դենացանք։ Այս էլ մեր սխտորի թթուն, ովքեր ժամանակին սարքել են, գերել են, հիմա վեր հիշեցին, իսկ ովքեր էլ ընդհանրապես տեղյակ չէին, ասեմ, որ շատ համով թթույա լինում, եթե իհարկե սխտորից չեք խուսափում, շաբաթ-կիրակի օրերին կարակ սարքեք ու համտեսեք։ Այսօրվա մեր հոլովակն էլ այսքանով ավարտենք, հիսելքինամ իմ պյանին։
Ովքեր նոր են միացել ալիքիս, բաժանորդագրվեք, լայքեք հոլովակներս, գրեք մեկնաբանություններ, 100,000-ին զատ չի մնացել, են հաթե հսնմանք։ Այդքանը, սիրում եմ բոլորիդ, մնացեք բարով։